Քննական ականջակալ, քննության նաուշնիկներ, միկրոնաուշնիկ եւ նմանատիպ նշումներով տարբեր ապրանքներ է հնարավոր գտնել համացանցում։ Տարածվում են նաեւ տեսանյութեր։ Միկրո ականջակալ 100% անվտանգ եւ հուսալի։ Ձեռք բերեք զեղչված արժեքով, ընդամենը 24900 դրամով։ Կարող ես այլևս չմտածել քննության դժվարությունների մասին։ Քննության օգնականը կօգնի քեզ այդ հարցում։ Տարածված այս ականջակալներից այս տարի միասնական քննություններին մասնակցած դիմորդների մոտ չեն հայտնաբերել, սակայն մեկ այլ սարք են գտել։ Մենք հայտնաբերել ենք այսպիսի սարք, որը դրված է եղել թեստի մեջ։ Սա նոր տիպի սարք է, փոխանցիչ է ինքը իրականում, որպես այդպեսին հեռախոսի դեր է կատարում, չնայած ինքը ունի ուղղակի բանկային քարտի տեսք։ Մենք ունեցել ենք 4 քննական օր։ 4 քննական օրերի ընթացքում մենք ունենք 5 հեռացման դեպք։ Բոլոր դեպքերն էլ կապված են եղել կապի միջոցների հայտնաբերման հետ։ 5-ից 4-ի մոտ հեռախոս է եղել։ Դիմորդի մոտ կապի միջոց հայտնաբերելուց հետո արձանագրություն է կազմվում եւ առանց դիտարկելու սարքն օգտագործել է թե ոչ, դիմորդը հեռացվում է։ Արդյոք նրանք վերահանձնելու հնարավորություն ունեն, մասնագետը նշում է։ Կառավարության որոշումը 2012 թվականի 597 որոշումը, որը կարգավորում է բուհերի ընդունելության կարգը եւ քննության անցկացման կազմակերպման գործընթացը, այս հարցին որպես այդպեսին ուղիղ անդրադարձ չի կատարում։ Ուղիղ անդրադարձը կատարվում է հունիսին հանձնող քննություններից հեռացված դիմորդներին։ Այդ դեպքում բողոքարկման հանձնաժողովը քննարկում է դիմորդի դիմումը հաջորդ երրորդ փուլին մասնակցելու վերաբերյալ եւ մերժում է կամ թույլ է տալիս։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հունիսին քննություններին մասնակցածներին եւ հեռացվածներին բողոքարկման հանձնաժողովը թույլ չի տալիս մասնակցել երրորդ փուլին։ Նրանք մրցույթից դուրս են մնում։ Հունվարի հետ կապված որևէ ուղիղ կարգավորում չունենք, հետեւաբար այստեղ ավելի մեղմ մոտեցում է եւ նրանք որպես այդպեսին կարողանում են մասնակցել ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության եւ միասնական քննությունների մասնակցության հայտագրմանը, բայց պետք է շատ ուշադիր լինեն մեր դիմորդները, որովհետեւ հունիսին արդեն հեռացվելու դեպքում նրանց թույլ չի տրվում մասնակցել երրորդ փուլին եւ նրանք մրցույթից դուրս են մնում։ Իդեպ, այս տարվա միասնական քննությունների 4 քննական օրերին հայտագրված 14973 դիմորդից մասնակցել են 14744-ը։ Առջևում դեռ 3 քննական օր կա։ Հիշեցնեմ, 2023-ից դիմորդները հնարավորություն ունեն տվյալ ուսումնական տարում քննություն հանձնել 2 անգամ։ Լիանա Խաչատուրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։